Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ողջունում եմ այն հայրենակիցներին, որ այսօրը հիշում են այսօրը 44-օրյա պատերազմի առաջին օրն է, որը մեզի բնակչությանը Արցախի անակնկալ եղավ ժամի առավոտի 7-ին, մեր տղաները, մեր հայորդիները, ինչու չէ նաև Հայաստանի Հանրապետությունից եկած մեր զինուժը դիմակայեց, դրանք չպարտվեցին եւ ապացուցեցին, որ մենք մեր հայրենիքի տերն ենք լինելու, տերն ենք եւ տերն ենք լինելու մինչեւ հիմա էլ, վստահ եմ, որ այսօր եռաբլուր բազմամարդ է լինելու, այն, որ այսօրվա իշխանությունները փորձում են ամեն ձևով մոռացության տալ իրանց պարտությունները, իրանց ձախողումները, իրանց անհաջողությունները եւ դա ինքը ապացուցում է, որ իրանք տեր չեն հայրենիքի, իրանք հայրենիք հասկացողությունը չունեն, իրանք որտեղ հաց այնտեղ կաց լոզունգն են իրանց նշանավանը դարձրել եւ այդպիսով արժեքներ են ոտնահարում, բայց ժողովուրդը դա երբեք չի կարողանալու մոռանալ, երբեք չի կարողանալու իր զավակներին, իր արժեքների համար պայքարող մարդկանց անտեսել, վստահ եմ, որ այսօր բացի արցախցիները, նաև այստեղ են լինելու բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ, որ իրանց արյան գնով, իրանց զավակների արյան գնով կարողացել են պահել հենց այս կտոր հայրենիքն էլ որ կա։ Վստահ եմ, որ ժողովրդի մեջ դեռ այդ ավիյունը, դեռ այդ արժեքների հասկացողությունը չի մարելու եւ դա լինելու է մեր առաջնորդողը, մեր ինչպես ասած հիմնակարը, որ կարողանանք կառուցել մեր հայրենիքը ոչ միայն սահմանափակում է այսօրվա Հայաստանով, մեր հայրենիքը շատ ավելի լայն է եւ դա բոլորիս հոգում է։ Իսկ այն, որ իշխանությունները, օրվա իշխանությունը ուր ու գիշեր թմկահարում է, որ Արցախյան էջը պետք է փակել, արդյոք հաջողելու են, պարոն Պուլուզյան, որպես արցախցի, ինչպես կարձագանքեք։ Ոչ միայն չեն կարողանալու փակել Արցախին էջը, այլ նաև այդ պահանջատիրությունը, այդ ձգտումը, որ կա ժողովրդի մեջ իր հայրենիքում ապրելու, իր հայրենիքը բարգավաճելու, զարգացնելու, երբեք չի մարելու ժողովրդի մեջ։ Ես հավատացած եմ ժողովրդի ուժին։ Ես հավատացած եմ, որ ինչքան էլ թվում է, թե անտարբեր է ժողովուրդը, թվում է, թե հանդուրժող է, բայց այդ կրակը, այդ կայծերը միշտ ժողովրդի մեջ լինելու է։ Եվ ապացույց է երիտասարդ սերունդը, որ մենք տվեցինք հենց այդ գաղափարի համար։ Ես վստահ եմ, որ պատրաստ նաև այդպես մի սերունդ ունենք եւ շատ նվաճումներ են կատարելու, քան թե այն, որ եղել է։